ոնց է որոշում լավ գին, վատ գինը։ Պետք է նաև տարանջատենք շուկաները, երկրորդային շուկա թե առաջնային շուկա։ Երկրորդային շուկայում ամեն ինչը տանկանխատեսելի է։ Էլի չափանիշներ կան, որ կարող են գինը որոշել։ Ենթակառուցվածքներ։ Ինչ է ասել ներդրումային գույք։ Անշարժ գույքի ձեռքբերում, եթե դա բնակվելու նպատակով չի, ինչ որտեղ ներդրումային, հա։ Ներդրումներ փնտրող գնորդները հիմնականում ինչից են վախենում։ Թե ինչքան ժամանակում գումարը հետ կբերեն։ Ինչու պետք է գործարարը ընտրի Հայաստանում ներդրում անել եւ ոչ արտասահմանում արտերկրում։ Հասանելիությունը եւ տեսանելիությունը շատ կարեւոր է։ Ինչու ընտրել հենց դիլիջանային։ Դժվար է գտնել տենց երկրորդ նախագիծն ու չկա, որ ինքը անտառի մեջ է։ Իդեպ երբ է ավարտը նախատեսվում։ Ավարտը նախատեսում են 28-ի վերջ, 29-ի սկիզբ։ Ողջույն, եթերում Շինքասն է, իսկ այսօրվա մեր հյուրն է DCD կառուցապատող ընկերության փոխտնօրեն Հովհաննես Բասենցյանը, իսկ այս ոդքասթի հովանավորն է Տրիո Երևանը։ Այն գտնվում է Փարպեցի 9 հասցեում եւ հանդես է գալիս 3 ձևաչափով՝ ռեստորան, լաունջ եւ սիգար բար։ Ողջույն Հովհաննես, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Անցած ոդքասթին մենք նաև խոսեցինք չափանիշներից, թե գնորդը ինչին պետք է ուշադրություն դարձնի կառուցապատողից գույք ընտրելու հարցում։ Այս հարցի շուրջ կարող ենք խոսել նաև ձեր տարբերակները լսելով։ Այո, իհարկե, շատ կարևոր է, երբ որ գնորդը ուշադրություն է դարձնում եւ ուսումնասիրում է, թե որ կառուցապատողից է գնում գույքը, վստահության համար կա տարբեր չափանիշներ։ Իհարկե, երբ որ կա պորտֆել, դա ավելի տեսանելի է, բայց ուզում եմ նշել մի երևույթ, որ մեզ երկուսիս էլ շատ հայտնի է, երբ որ հաջողակ բիզնեսմեն, ներդրող անում է առաջի պրոյեկտը անշարժ գույքի ոլորտում, բայց երբեմն նենց know-how հա, երևույթ է ստեղծում իր պրոյեկտով, որ այն գնորդները, ովքեր վստահում են իրեն սկզբում, իրենք շահում են, որովհետև երբեմն այլ ոլորտի բիզնեսմեն մտնելով այս ոլորտ, անշարժ գույքի ոլորտ, ստեղծում է մի բան, որը տարբեր է։ Իսկ ստեղծելով տարբեր նախագծեր, դրանով շատ մեծացնում ենք մենք նաև պոտենցիալը եւ կապիտալիզացիա։ Եվ ներդրողը միայն շահում է։ Իմ կարծիքով պետք է ուշադրություն դարձնել եւ կառուցապատողին եւ անհատին, ով է կառուցապատողը որպես մարդ, դա նույնպես չափանիշ է եւ վստահություն է ստեղծում։ Եվ կարեւոր է, երբ որ այն դեպքերում, երբ չկա ոնց որ այդ մեծ պորտֆելը, հա, 5 տարվա, 10 տարվա արդեն կառուցած կանգնած շենքերը ուշադրություն դարձնել անհատի պատմությանը, հա, եւ անհատի պատմությանը եւ երկրորդ ինչի վրա կարելի է ուշադրություն դարձնել, ով է թիմը, որովհետև կախված նրանից թե ով է բանկը, օրինակ, ով է շինարարը, ինչ թիմը հավաքված այդ մարդու շուրջ, դա կարա ամեն ինչ փոխի, որովհետև երբեմն կարելի է ուղղակի ֆիլտրել նաև շինարարով։ Եթե այդ շինարարական ընկերությունը, որը ունի մեծ պորտֆել, կառուցել է շատ շենքեր եւ այս պարագայում զուտ կապալառու է կոնկրետ ներդրողի համար, դա նույնպես չափանիշ է, որով կարելի է ֆիլտրել այն պարագայում, երբ որ չկա արդեն կառուցապատողի պորտֆելը։ Համաձայն եմ, շինարարական ընկերությանը նայել թե ինչ պորտֆել ունի կոնկրետ շինարարական ընկերությունը, այդուհանդերձ վստահել կառուցապատողին ճիշտ մոտեցում է, սակայն շինարարը կարող է իր աշխատանքը շատ լավ անել, ավարտել, հա, ավարտին հարցնել, բայց կառուցապատողը թերանա իր գործողություններում, ավարտական ակտի տրամադրման ժամկետներում, հուշացումներում, հա, եւ նաեւ նշեցիք, որ կառուցապատողի բացակայության, պորտֆելի բացակայության դեպքում ուշադրություն դարձնել անհատի վրա եւ իր թիմի վրա, թե ովքեր են։ Okay, համաձայն եմ, ենթադրենք կառուցապատողի անհատը շատ լավ բարձր մակարդակի վրա է, թիմը շատ լավն է, բայց իրենք նախկինում այլ գործառույթներ են ծավալել, ենթադրենք ռեստորանային ոլորտում են եղել, հա, կամ ենթադրենք ավտոներմուծման ոլորտում են եղել, նոր սկսել են կառուցապատումով զբաղվել։ Այն ոլորտներում իրենք հաջողել են, խնդիր չկա, բայց նույն թիմով սկսել են նոր նախագիծ կառուցապատում եւ արդյոք այստեղ իրենք չեն ձախողելու։ Հետեւաբար ձեր ասած տրամաբանությունը մի փոքր վիճելի է, ինչ կասեք։ Ընդհանրապես մեզ մոտ շուկայում ու շատ նաև տարածված է այդ հասկացողությունը, երբ որ կառուցապատողի վրա շատ պատասխանատվություն են դնում։ Այսինքն մտածում են ամեն ինչ կառուցապատողից է կախված, բայց ես ուզում եմ տարանջատել կառուցապատող հասկացողությունը շինարարից, թիմից եւ այլն։ Ընդհանրապես կառուցապատող ինքը ներդրող է։ Մարդ, ով ունի ռեսուրսներ ֆինանսական եւ ինքը որոշում է ներդրում իրականացնել։ Հիմա այդ ներդրումը կարելի է այնպես իրականացնել, որ ընտրել ճարտարապետին,
ընտրել, իրականացնելով մրցույթ, ունենալ շատ լավ ճարտարապետական նախագիծ, գտնել այն շինարարին, որը այդ ճարտարապետությունը կարա իրականացնի։ Կախված օրինակ չլինել մեծամասն վաճառքից, դա լինի ավելի ընթացիկ որպես ռեսուրս, մանավանդ հիմա Հայաստանի օրենսդրությունը այդ բավական փոփոխվել է եւ իշահ հաճախորդի, իշահ գնորդի, այսօր կառուցապատողները գնորդի գումարին այդքան հասանելիություն չունեն, ինչքան առաջ ունեին, որը նաեւ այդ ապահովությունն է ստեղծում։ Եվ այս ամբողջ հավաքական պատկերում արդեն կառուցապատողի փորձը լավ է, եթե կա, բայց ոչ պարտադիր պահանջ է ինչ որտեղ, որովհետև մենք ասում ենք կառուցապատող, անունը հա կառուցապատող է, բայց ինքը փաստացի ներդրող է, ինքը ներդրող է եւ կարա նույնիսկ կառավարման հանձնի, կոպիտ ասած պրոյեկտը ունենալով շինարար, ունենալով ճարտարապետ, անգամ կարա այդ process-ը փորձառու մարդուն կառավարման հանձնի եւ ինքը զուտ հետեւի, այո, զուտ ինքը հետեւի այդ թվերին եւ process-ին։ Հա, տեսեք, շատ լավ բան մեջ բերեցիք, property management, այսինքն ասվածը շատ մարդիկ գնորդները չգիտեն, այսինքն մի քիչ բացահայտենք այս process-ը, որովհետեւ եթե կառուցապատողը անգամ չունի պորտֆել, պետք է նայել այս պարագայում թե շինարարական ընկերությունը ով է, եթե հեղինակություն ունեցող եւ արդեն գործեր, նախագծեր հեղինակություն ունեցող ընկերություն է, դա եւս մեկ չափանիշ, որ կարելի է վստահել։ Երկրորդ չափանիշը նաեւ այն է, որ տվյալ կառուցապատողը արդյոք ունի property management, այսինքն իր կառուցապատումը վստահել է արդեն հեղինակություն եւ փորձ ունեցող management անող ընկերության, դա նույնպես վստահության չափանիշ է, ցույց տալով, որ ոչ թե կառուցապատողը կարող է թերանալ այս պարագայում, հա, ինչ-ինչ հարցերում, այլ կոնկրետ այդ management անող ընկերությունը, իսկ եթե տվյալ ընկերությունը ունի փորձ եւ պորտֆել պատմություն, հետեւաբար կարելի է չմտածել, հա, կառուցապատողի պորտֆելի բացակայության մասին հետեւաբար, քանի որ կա եւ շինարարական ընկերությունը, որը հեղինակություն ունի, հա, եւ property management անող ընկերություն, որը ունի հեղինակություն։ Այստեղ մնում է արդեն մնացած պայմանագրային հատվածները, որը նույնպես այդ ընկերությունն է ըստ երևույթի անում։ Եվ նաև արդեն կարելի է ուշադրություն դարձնել թե ճարտարապետական լուծումները, հա, ովքեր են տվել, այսինքն sense մասնատված հավաքական աշխատանք է, որը կարող է իրականացնել ոչ թե կառուցապատողը, այլ ծառայություններ մատուցող ընկերությունների հավաքական աշխատանք լինի։ Կուզեի նշել մի կարևոր հանգամանք, օրինակ, որ ճարտարապետը ու ճարտարապետությունը ինքը շատ կարևոր մաս է անշարժույթ ստեղծելու, կառուցապատելու համար եւ ինչն է հետաքրքիր, որ Հայաստանում դա դեռ մեր շուկայում բարձր չի իր պրիորիտետներով, այսպես, հա։ Օրինակ, երբ որ մենք գնում ենք արտասահմանյան անշարժույթի էքսպոների այլ երկիր, մի հատ հետաքրքիր երևույթ կա, որ առաջին իրենք ճարտարապետին են նշում։ Չեն ասում ով է կառուցապատողը, ասում են մեր նախագծի ճարտարապետը Այս ինչն է, որպես չափանիշ։ Հա, որպես չափանիշ։ Այդ կարա լինի իրանց տեղական, այդ կարա լինի եվրոպական, բայց սկսում են ճարտարապետից իրանց նախագիծը ներկայացնել։ Ես չէի նկատի։ Հայաստանում սկսում են կառուցապատողից, եթե կառուցապատողը հայտնի չի, սկսում են շինարարից։ Բայց ստեղ ոնց որ ստվերում է գնում ճարտարապետությունը, բայց ճարտարապետությունը ինքը շատ այդպես մեծ նշանակություն ունի, որովհետև դա ապագա քաղաքի, ապագա քաղաքաշինության ոնց որ պատկերն է, թե քաղաքի տեսքն է ապահովում։ Այո, ինչ-որ ձևով նորություններով, նորարարությամբ։ Եվ շատ անգամ ճարտարապետությունը եւ ճարտարապետական դիզայնը մեծ նշանակություն ունի ապագա կապիտալիզացիայի համար տվյալ գույքի, որովհետեւ եթե կա տարբեր շենք, հետաքրքիր շենք, նոր լուծումներ, ինքը լրացնում է քաղաքը եւ ավելի է գեղեցկացնում ոչ թե հերթական մի պատեր ապահովում ոնց որ ապագա բնակիչին, զուտ։ Ինքը նաեւ դրանով կապիտալիզացնում է, պահանջարկը շատ է լինում, որտեվ մարդիկ ասում են, ես ուզում եմ այս շենքում ապրեմ, որտեվ սիրուն է։ Բայց ներսում ինչ է, դա էլ է կարևոր։ Արդյոք ներսում էլ է սիրուն, ներսում էլ է համապատասխանում։ Իսկ ճարտարապետական լուծումը միայն կարևոր է արտաքին տեսքի չափանիշներից, թե նաև ներքին նորմատիվներ կան։ Դե ներքինը շատ կարևոր է։ Նորմատիվները հիմնականում Հայաստանում պահվում է։ Ճարտարապետական լուծումներն էլ են, տենց առանձնացվում, ոնց որ արտաքինից առանձնացվում են, չէ՞, ճարտարապետական շքեղ կառույցը շատ լավ դիզայն է, իսկ ներսից էլ է տարբերվում ճարտարապետական լուծումները, թե հիմնականում նույնն է։ Ներսից էլի տարբերվում են, բայց ստեղ ճարտարապետի եւ կառուցապատողների հիմնական ոնց որ վեճը եւ
երկխոսությունները, որտեղ ինչ հարց կա, երբեմն ճարտարապետները երբ որ ստեղծագործում են որպես տենց արվեստագետ, արդյունքում չեն կարողանում ապահովել այն ներսը որպես այն նորմատիվներով, այն լիկվիդայնության գույքեր, որը շուկան պահանջում է, որի արդյունքում պետք է այդ վաճառքը լինի։ Բայց ամեն դեպքում կան ճարտարապետներ, մենք էլ ունենք, ու շատ լավ է որ ունենք, որ իրենք կարողանում են այդ երկու կոմպոնենտը ապահովել եւ արտաքինը եւ ներքինը, որովհետեւ երբեմն երբ որ ազատ է ստեղծագործում ճարտարապետը, ինքը խնդիր է ունենում այդ ներքինը ապահովելու, բայց երբ որ ներքին չափանիշները ի սկզբանե դրված է լինում, ինչ քանակի, ինչ քառակուսու բնակարան, ինչ քանակի ոնց որ համամասնություն պետք է բաշխվի, դա հաշվի առնելով փորձում է պահել ու ստեղծագործել, դա արդեն լրիվ այլ ոնց որ եւ լիկվիդային գույքը դրանով ապահովում, հետագայում կառուցապատողի համար, վաճառքի համար եւ հաճախորդի համար հարմարավետ եւ միևնույն ժամանակ ճարտարապետությամբ հետաքրքիր նախագիծ է ստեղծում։ Տեսեք, քանի որ մեր ոդքասթը նաև կրթական բնույթ է կրում, մենք մեր ոդքասթի միջոցով ուզում ենք կրթել նաև գնորդին, թե ինչպես տարանջատի գույքը լավը վատից։ Ես ուզում եմ այս մասը մի փոքր ամփոփենք, փաստորեն գնորդը կառուցապատողին ընտրելիս պետք է նաև հաշվի առնի, թե ով է ճարտարապետը, թե ով է շինարարական ընկերությունը, թե ով է property management իրականացնող ընկերությունը եւ այսպիսով, եթե կառուցապատողը չունի պորտֆել, դա չի նշանակում, որ չի կարելի վստահել։ Կարելի է ուղղակիորեն նայել այդ վերջին նշածս կառույցներ, ենթակառուցվածքներ իրականացնող ընկերությունները արդյոք վստահելի են, թե չէ, եթե կառուցապատողը չունի պորտֆել։ Այսքանով ամփոփենք եւ ես նույն իմ գույքը գնել եմ կառուցապատողից, ում առաջին նախագիծն է եղել։ Բայց ով հաջողակ գործարար է մինչև էտել ունեցել է շատ հետաքրքիր այլ պրոյեկտներ, այլ ոլորտներում, ինքը ընտրել է շատ լավ շինարարական ընկերություն, կապալառու, ճարտարապետությունը էլի շատ լավն է ու տարբերվող եւ շահել եմ մենակ, ես այտենց շատ ուրախ եմ, որ հենց այդտեղ եմ ոնց որ այդ իմ ներդրումները։ Ձեր փորձը այդ մասով շատ մեծ է, որովհետեւ դուք երկար ժամանակ աշխատել եք անշարժ գույքի գործակալությունում եւ մեծ փորձ եք ձեռք բերել այդ մասով եւ կարողացել եք ճիշտ ընտրություններ կատարել։ Կարաք նաեւ ձեր փորձից կիսվեք, թե հասարակ գնորդը, որ կրթված չի, տեղեկացված չի, ոնց կարող է ընտրել գույք, այ օրինակ շատ խոսում են գույք են ընկերական շրջապատում, հա, միջավայրում որ խոսում են, ինչ որ բնակարանից են խոսում, կամ առանձնատնից են խոսում, հա, ասում են լավ գինա, վատ գինա, հա, այդ ով է որոշում, էլի լավ գինա, վատ գինա, կարաք դուք մեջ բերեք ոնց է ստեղծում այդ հասկացությունը, էլի, ինչի հիման վրա պետք է քառակուսի մետրը ինչ որ տարածքում, հա, ոնց որ նորմալ է, որ այդ արժի քառակուսի մետրի գինը, համ վարձակալության ինչ որ գներ կան սահմանված, հա, ժողովրդական սահմանումներ կան, համ վաճառքի դեպքում։ Այ ոնց է որոշում լավ գին, վատ գինը։ Տեսեք, եթե խոսում են գներից, առաջինը շատ եմ նշում այս փաստը ու էլի ուզում եմ նշեմ, որ անշարժ գույքի գները հիմնականում չեն տատանվում, չեն իջնում, իջնելու հակում չեն ունենում զարգացող երկրներում։ Զարգացած երկրներում, օրինակ Եվրոպա, Ամերիկա, ինչ որ ցիկլներ կան, որ այդ կա ցիկլ, որ դա ոնց որ պահանջարկի ցիկլ է, կա ցիկլ, որ առաջարկի ցիկլ է, դրանից պայմանավորված գները բարձրանում են, իջնում են եւ այլն, բայց միջինում նա անգամ իրանց մոտ շատ դանդաղ, եթե նայենք երկարաժամկետում բարձրանում են։ Օրինակ ես նկատել եմ վարձույթը երբեմն իջնում, Իհարկե, հա, վարձույթը մի բայց քիչ վաճառքը միշտ sense կայուն բարձրանում։ կայուն բարձրանում է զարգացող երկրներում, այդ ավելի արագ է բարձրանում։ Իսկ մենք զարգացող երկիր ենք։ Այո։ Ու դրա համար ցանկացած ուղղակի կարելի է վերցնել 5 տարին մեկ պատկերը, 5 տարին մեկ, սկսած մեր անկախության 91 թվականից, 96, 2001 ու նայել դե այդ հատվածներում 1-2 դեպք է եղել, որ ինչ որ մի քիչ իջել է, հետո էլի բարձրացել է։ Մանավանդ որ 5 տարին մեկ բանով ժամկետով ես նայում, ինքը կորում է այդ ինչ որ ստրեսները շատ կարճաժամկետ, Տնցումները, հա։ որը կարար բերել որոշակի գների ինչ որ մի պահ իջեցման, բայց ինքը երկարաժամկետում բարձրանում է։ Հովհաննես ջան, որպես էքսպերտ, դուք էքսպերտ եք անշարժ գույքի ոլորտում։ Ուզում եմ մեկնաբանեք, թե այնուամենայնիվ իմ հարցին անդրադառնանք, ժողովրդական այդ սահմանումները որտեղից են ստեղծում լավ գին եւ վատ գին եւ ոնց տարբերակել, տարանջատել իսկապես
օրինակ աջափնյակում այս գինն են առաջարկում, հասկանանք դա լավ գին է թե վատ գին է, Ավանում այս գինն են առաջարկում, հասկանանք դա ցածր գին է, բարձր գին է, միջին նորմալ լավ գին է, կենտրոնում, Շենգավիթում, Գարեգիններ դերում եւ տարբեր արդեն լոկացիաներում, որպես էքսպերտ ձեր մեկնաբանությունը կուզեի լսել։ Իրականում ստեղ պետք է նաև տարանջատենք շուկաները, երկրորդային շուկա թե առաջնային շուկա։ Երկրորդային շուկայում ամեն ինչը տանկանխատեսելի է։ Կարա լավ գին հայտնվի շուկայում, որովհետև ինչ որ մեկը, ինչ որ շտապ ուզում է իր տունը վաճառի։ Դա լավ գին համարվի ժողովրդական այսպես խոսակցություններում, հա։ Նորակառույցների դեպքում այդ շատ տարբեր է։ Կախված առաջի հերթին տեղադիրքից, որը շատ կարևոր կոմպոնենտ է, թե ներդրման համար, երկրորդ կառուցապատողից, երրորդ ճարտարապետից, չորրորդ նախագծից, թե որքան ինքը բարդ նախագիծ է, բարձր ինքնարժեքով, որը իր հերթին հետագայում կապահովի մի շարք առավելություններ այդտեղ գնորդի համար։ Հիմա նույն օրինակ եւ Դավթաշենում եւ Աջափնյակում կարելի է նույն գնով առնել երկու հող, նույն չափի եւ իրարից այնքան տարբեր նախագիծ ստանալ, որ էական գնային տարբերություններ լինի։ Եվ ճարտարապետությամբ պայմանավորված եւ այն եթե անգամ նույնն է զուտ ճարտարապետությամբ եւ նախագծի բարդությամբ նենց համակարգեր ունեք BMS համակարգեր բերել, նենց սպասարկում անել, նենց ենթակառուցվածքներ տալ հաճախորդին իր հանգստի, ժամանցի եւ այլնի համար, որի արդյունքում օրինակ կարող է մի հարկ զոհաբերում կառուցապատողը, որ կարար վաճառեր եւ տալիս է ենթակառուցվածքներ այդ բնակիչների համար։ Հետո կա նորմ, չէ, որ բանը 40%-ից ավել չի կարելի կառուցապատել քո հողամասի վրա։ Այդ չգիտեմ։ Հա, կա նորմ, 40% պետք է հողատարածքի, որը ոչ ավել քան 40%-ը, որը պատկանում է քեզ, պետք է զբաղեցնի շինությունը։ 40% պետք է տալ բարեկարգման, կանաչապատման եւ այլն, 20%-ը ճանապարհներ։ Հիմա կան կառուցապատողներ, որ 100% տարածք, միայն 40% պետք է շինություն։ Հիմա կան կառուցապատողներ, որ օգտագործում են իրանց օրինակ 20%-ը իրանց ունեցած հողամասի եւ ավելի շատ են տալիս բարեկարգման եւ կանաչապատման։ 45%-ն են օգտագործում, դա այդ արդեն հնարավոր չի, չէ, այդ արդեն ուղղակի չեն կարող շինթույլտվություն ստանալ եւ հաստատել, հա, բայց երբ որ դու այդ ունենալով 40% օգտագործման հնարավորությունը օգտագործում ես 20%, նույնիսկ ավելի քիչ, դա առավելություն է։ Դա միանշանակ առավելություն է։ Ու շատ է հատկացնում կանաչապատումների։ Ու սենց հարցերը կարան էականորեն գնի վրան ազդեն եւ նշանակություն ունենան, բայց հաճախորդը պետքա ֆիլտրի, այսինքն լավ գինը կարա լինի այն պրոյեկտում, որը ունենալով այդ հնարավորությունը 40% իր հողամասի օգտագործելա 20% եւ նույնիսկ գուցե քիչ։ Հետևաբար գնորդը նաեւ պետք է ուշադրություն դարձնի արդյոք 40%-ն է իր նշանակված տարածքի օգտագործված թե չէ, եթե տեսնում է, որ ավելի քիչ է օգտագործված, հետեւաբար դա առավելություն է։ Եվ դա նաև արդեն ընդունելի է, որ գինը կարա շուկայականից տարբերվի մի քիչ ավելի բարձր։ Օրինակ, մի չափանիշ։ Շատ լավ։ Էլի չափանիշներ կան, որ կարող են գինը որոշել։ Ենթակառուցվածքները։ Ինչ ենթակառուցվածքները նախագիծը ապահովում, բացի այդ ստանդարտներից որոշակի, ինչ հավելյալ արժեքներ է տալիս հաճախորդին։ Դա էականորեն էլի կարա գնի վրացի։ Իսկ Հովհաննես ջան, ներդրումային գույք ասված առհասարակ իրենից ինչ է ներկայացնում, եկեք այդ մասով էլ կրթենք այն դիտորդին, ով տեղակ չի եւ լսում է շատ հաճախ ներդրումային ասվածը, որը վերջին 3-4 տարիների ընթացքում է կարծում եմ տրենդային դարել Հայաստանում, ինչ է ասել ներդրումային գույք։ Փաստացի ցանկացած անշարժ գույքի ձեռքբերում, եթե դա բնակվելու նպատակով չի, ինչ որտեղ ներդրումային, հա, սկսենք այդտեղից, եւ կարելի է ձեռք բերել հետագայում բարձր կապիտալիզացիայից հետո ավելի բարձր գնով վաճառելու համար, վարձակալության հանձնելու համար, բայց ներդրումային շուկան ավելի շատ զարգացնում են այդ ապարտ հոթել հասկացողությունը։ Ինչ է նշանակում ապարտ հոթել։ Որտեղ մարդ կարող է գնել բնակարան, հաստացի դա բնակարան է, բայց այդ բնակարանը մասը կազմելու ապագա հյուրանոցային կոմպլեքսի
եւ հանձնի կառավարման այդ հյուրանոցին իր ներդրումը եւ դրանով ստանա եկամուտ, պասիվ եկամուտ, բայց ավելի բարձր եկամտաբերությամբ, քան օրինակ կարելի էր զուտ տուն գնել Երևանում եւ վարձով տալ։ Իսկ եկեք մի բան հասկանանք։ Ներդրումային գույքից հասկացող գործարարները վաղուց ինձ թվում է գիտեն արտասահմանի շուկայում այդ հնարավորության մասին, օրինակ մեր հարևան երկրներից Դուբայում գոյություն ունեն նմանատիպ հարևան չէ լավ։ Դուբայի հարևանը շատ բան։ Դե Դուբայի հարևանն էլի։ Հարևան ես դες վերաստեմ պատկերացրեցի Դուբայի։ Ինչու պետք է գործարարը ընտրի Հայաստանում ներդրումային գույքի մեջ ներդրում անել եւ ոչ արտասահմանում արտերկրում։ Մասնագիտականից դուրս գամ շատ ավելի իմ անձնական կարծիքը ասեմ, էլի։ Իմ համար հասանելիությունը եւ տեսանելիությունը շատ կարեւոր է։ Տեսնես նոր առնես։ Տեսնես առնեսը չի հարցը, ինքը լինի մոտ։ Ինքը լինի իմ համար շատ ավելի ռեալ։ Ես նախընտրում եմ օրինակ Հայաստանում, քան Հայաստանից դուրս։ Եթե Հայաստանից դուրս, ապա գուցե դիտարկեմ Վրաստանը, Հարևան շատ ավելի մոտ, որտեղ ավելի հեշտ է կապը, քան այլ երկիր։ Եթե այլ երկիր է դիտարկեմ, այդ կլինի այն երկիրը, որտեղ ես հաճախ եմ գնում գալիս։ Ու պատկերացնում եմ շատ լավ, էլի, այսինքն մի քիչ վստահության կոմպոնենտ կա, եթե մարդ գնում գալիս է, գուցե կապ ունի։ Եկեք մի բան հաշվի առնենք, յուրաքանչյուր գույք ավելի շահեկան է ներդրողի տեսանկյունից ձեռք բերել, երբ որ դա դեռ կառուցված չի, երբ որ կատլավանի միանշանակ, երբ որ այն դեռ չի կառուցվել, կապիտալիզացիան ավելի հավանական բարձր է ներդրողի տեսանկյունից։ Այս դեպքում միևնույնն է դուք չեք տեսնում գույքը կա թե չկա, ուզում է հարևան Վրաստանում լինի, թե հարևան Դուբայում։ Չէ, բանա, տարբեր է, տեսնում ես, դու անցնելուց տեսնում ես, չգիտեմ, դու գնում ես դիլիջան, գնում ես մի հատ նայես այդ քո ընթացքը նախագծի ընթացքը օրինակ, չգիտեմ։ Այ դու չգիտեմ ինչքան ես շփվել ներդրումային գույք փնտրող մարդկանց հետ։ Դե հիմա շատ եմ շփվում գործի բերում, քանի որ հիմա ղեկավարում եմ պրոյեկտ, որը ներդրումային։ Որ նախագծում ես Դիլիջան Այ։ Դիլիջան Այ-ն է։ Դիլիջան Այ կառուցապատողը DCD ընկերությունն է, ով իրականացնում է Դիլիջան Այ նախագիծը։ Շատ լավ։ Ուրեմն կարանք խոսենք հենց այդ նախագծից, քանի որ շփվում ես, հենց առերեսվում ես ուղիղ գնորդի հետ, այ ներդրումներ փնտրող գնորդները հիմնականում ինչից են վախենում, ունեն չէ իրանք վախեր։ Ամենամեծ վախը երևի այդ ապագա եկամուտներն են, որ որոշակի կա հաշվարկներ, շուկայական այո, վերլուծություններ, թե ինչքան ժամանակում գումարը հետ կբերեն, բայց դետալային խոսելով, ներկայացնելով որոշակի վերլուծություններ, որ նախապես մենք արել եւ աշխատել ենք, հաճախորդների այդ վախերը ոնց որ բավարարում ենք։ Իսկ ո՞րն է ներդրումային գույքի առավելությունը ի տարբերություն սովորական բնակարանային գույքի հանդեպ։ Կոնկրետ կա մի առավելություն, մանավանդ նախ սովորական բնակարան, եթե մարդ չունի, չի առել դեռ, առաջինը նա է լինելու։ Ներդրումային գույք առնում են երկրորդ կամ երրորդ, կամ ավելի հետագա որպես գույքեր։ Բայց օրինակ այն մարդը, ով ունի բնակարան, ապրում է, ինքը այդ բնականը գուցե ձեռք չի բերել օրինակ եկամտային հարկի օրենքով եւ այլն եւ այլն։ Ներդրումային գույք Հայաստանում այսօր առնելու շատ ուժեղ առավելությունը այն, որ եթե եկամտայինը չի օգտագործվել, եկամտայինով կարելի է առնել եւ դրա մեջ է մտնում նաեւ վերանորոգումը, կահավորումը։ Երևանից դուրս եկամտայինը դեռ գործում է, չէ՞։ Երևանից դուրս գործում է եւ եթե ստեղ բնակարան առնելով եկամտային հարկից օգտվելով մարդ ունի ծանրաբեռնվածություն ավարտվելուց հետո պրոյեկտի վերանորոգում իրականացնել, ներդրումային գույքում այս կոմպոնենտը արդեն իսկ ներառվում է այդ գնի մեջ, որի համար նա վարկավորվում է հաճախորդը եւ որով այդ եկամտային հարկի վերադարձը նաեւ աշխատում է այդ վերանորոգման կտորի վրա։ Եթե վերանորոգումը չի մտնում, ինքը մենակ բնականի համար է վճարում եւ հետագայում վերանորոգումը անելուց դե էլ արդեն չի կարող օգտվի այդ վերադարձից։ Իսկ այս դեպքում ներդրումային գույք գնելիս վերանորոգում, կահավորում, նույնիսկ սպասք ամեն ինչ ոնց որ պատրաստ է եւ դա էլի մի կարևոր առավելություն։ Լրիվ պատրաստի բնակարան կամ ապրելու կամ կառավարման կախված տեսակից նախագծի։ Եկեք խոսենք ձեր նախագծից, Դիլիջան Այ-ը ինչ առավելություններ ունի եւ ինչով է տարբերվում շուկայում գտնվող այլ ներդրումային գույքերից։ Ինչու ընտրել հենց Դիլիջան Այ-ին։ Մեր նախագիծը առաջերտին տարբերվում է իր տեղադիրքով։ Դժվար է գտնել տենց երկրորդ նախագիծն ու չկա։
որ ինքը անտառի մեջ է։ Կոնկրետ Դիլիջան ազգային պարկում եւ ոնց է դա ոնց որ հաջողվել, սովորաբար վարձակալությամբ է տրվում պարկի մեջ տարածքները 20 տարով, 25 տարով, առավելագույնը 50 տարով դեպքեր կան։ Ինքը սովետական ժամանակ եղել է առողջարանային կենտրոն, հատուկ այդ տեղը ընտրվել է եւ ազգային պարկի այդ հատվածը ոնց որ անկլավային տրամաբանությամբ Դիլիջան քաղաքին է պատկանել, որպեսի տրվի այդ առողջարանային կենտրոնին։ Մեր ներդրողները ձեռք են բերել առողջարանային կենտրոնը, որին պատկանում է 18.7 հեկտար հողատարածքը հենց ազգային պարկի մեջ։ Մենք որ գնում ենք մեր հողատարածք, ինքը տենց Դիլիջանի կենտրոնից դեպի Իջևան ենք գնում, ցուցանակով երևում է որ դուրս եկանք Դիլիջան քաղաքից եւ մի հատ առանձին ճանապարհ, որը ոչ պարզ լիճ տանող ճանապարհն է, ոչ հաղարծին տանող ճանապարհ, մի հատ ճանապարհ, որը տանում է կոնկրետ մեր հողամաս։ Այդ ճանապարհով գնում ենք եւ նորից Դիլիջանի, այսպես ասած, վարչական տարածքում ենք հայտնվում, որը միայն մեր հողամասն է։ Հետ եք գալիս մտնում։ Այո, լրիվ անտառով շրջապատված եւ դա նաև հնարավորություն է, որ երբեք ոչ մեկ չի կարող կառուցել օրինակ այդ տարածքում շենք, որը կփակի մեր տեսարանը։ Շատ կարևոր առավելություն, որ մենք 18.7 հեկտար հողամասից ընդամենը կառուցում ենք 1.5 հեկտարը, 18.7-ից, դա շատ քիչ տոկոս է կազմում ընդհանուր հողակտորի մեջ, որովհետև մեր նախագծում մեր համար շատ սկզբունքային էր, ոչ մի ծառ չի կտրվել։ Եղել է առողջարանային կենտրոն, այդ կենտրոնից որ շենքը հնարավոր էր պահպանել, պահպանում ենք, ամրացնում ենք, վերակառուցում ենք, որը հնարավոր չէր պահպանել եւ երկրաշարժի պատճառով վթարային իրավիճակներում էր, այդ շենքերն է ոնց որ քանդվել եւ իրանց տեղում է կառուցում նորը։ Իսկ մնացած լանդշաֆտը 18.7 հեկտարի տրվում է ըստ ոնց որ բնությունից ինչ ունենք, տրվում է այդ ենթակառուցվածքներին։ Օրինակ ունենք բացատ մեծ գոլֆի դաշտ, փոքր բացատներ, թենիսի կորտ, Գոլֆի դաշտ։ Այո։ Եվ այս տրամաբանությամբ, հա, դիզայնը լանդշաֆտի, այս տրամաբանությամբ հարվում է 18.7 հեկտարի։ Կան Հայաստանում պրոֆեսիոնալ գոլֆի դաշտեր։ Դե մեկը Վահագնիում է եւ առաջինը։ Վահագնից բացի Հիմա կան գաղափարներ էլի, որ ցանկանում են ստեղծել երկրորդը։ Մենք արդեն ունենք այդ պլանը, մեր նախագծում ունենալու են գոլֆ։ Դուք երևի թիմով բոլորդ գոլֆի սիրահար եք։ Հա։ Չեմ կարող ասել տենց, Բայց բայց ինչ է, շատ հետաքրքիր է գոլֆի նախաձեռնությունը։ դե գոլֆ, թենիս, բոլոր ռակետային սպորտները Դրա բացի համար դրանից սկսել ռակետա պարապել ճիշտ Չէ, ես այդ վաղուց եմ պարապում։ Հետևում եմ քեզ։ 10 տարուց ավել է ես թենիսով եմ զբաղվում, հա։ Մենակ դրանք չի եւ այդ այն ինչ որ ստանդարտ կա դրանք էլ ենք ունենալու, ինչ որ հաճախ է լինում, հա, նույն ֆուտբոլի դաշտը, բասկետբոլ, վոլեյբոլ եւ այլն։ Դրան գումարած գոլֆը, թենիսը, մի քանի ոնց որ տեսակի ռեստորաններ եւ ամենակարևորը շատ կարելի է թվարկել, երևի առանձին մի հատ ոդքասթը, թե ինչքան ենթակառուցվածքներ մենք ունենք, բայց ամենակարևորը, որ համար պետք է վճարեք։ Ամենակարևորը մեր նախագծում մենք նախատեսում ենք ունենալ դետոքս կենտրոն։ Դետոքս ընդհանրապես շատ տարբեր դետոքսներ կան, 50-ից 100 տեսակի դետոքսներ կան աշխարհի տարբեր երկրներում, բայց միայն Շվեյցարիայում կա այն դետոքսը, որը մենք ենք ուզում մեր նախագծում նախատեսում ենք ունենալ, որը նվիրված է երկարակեցության եւ ծերության դեմ այսպես պայքարի առողջարանային համալիր լինելու ունենալու այդ կոմպոնենտ, այո, ունենալու է կլինիկա, ունենալու է այնտեղ գալու է հաճախորդ, անցնի որոշակի դիագնոստիկա եւ իրեն անհատական նշանակված ոնց որ ունենա ռուտին, որով ինքը անցնելու է եւ սննդակարգով եւ ֆիզիկական ակտիվությամբ եւ նույնիսկ հոգեբանական իր հետ աշխատանքներով, որ այդ դետոքս ծրագրով անցնի, ինքը հայտնի է Շվեյցարիայում այդ երկարակեցության դետոքսները, թե չէ շատ հայտնի է вообще նիհարելու դետոքս, չգիտեմ, կոնկրետ ինչ խնդիր լուծելու։ Ինչով է տարբերվում մնացած նմանատիպ ծրագրեր ունեցող ընկերություններից, սպաներից, բարերից։ Ինքը գիտական բժշկության հիման վրա ստեղծված ծրագիր է տարբեր մարդկանց ու անհատների համար, որի նպատակը երկարակեցությունն է, տարիքի կրճատումն է եւ ծերության դեմ պայքարն է։ Այսինքն բոլորն էլ ծերանում են, բայց դա հնարավորինս ըստ մարդու երկարացնելն է։
Իսկ ինչքանով է ինքը ունիկալ, Հայաստանում չկա նմանատիպ։ Ոչ միայն Հայաստանում չկա, այլ նաև աշխարհում բացի Շվեյցարիայից կա նաև Գերմանիա, Ավստրիա, ոչ այդ մակարդակի ինչ խոսքով հաջողության ունիկալ է, Շվեյցարիան է, ունիկալ ծառայություն այո, ձեր մոտ։ ունիկալ է։ Այդ ինչի մենք այդ նախատեսեցինք ունենալ, որտեվ նախ մեր բնությունն է դա թույլ տալիս հենց այդ մեծ տարածք ունենալով օգտագործել այդ ռեսուրսները եւ բերել այդ դետոքս ծրագիրը եւ դրանով մենք կարողանում ենք ստեղծել մի պրոյեկտ, ստեղծել մի արժեք, որի համար Հայաստանը նաև կճանաչեն, կգան Հայաստան, կասեն, այ դետոքս բացի Շվեյցարիայից մի հատ երկիր կա Հայաստանում, այն Հայաստանը չիմացող մարդը, լրիվ տուրիստը, կգա Հայաստան, կգա Դիլիջան, կգա դետոքս պրոյեկտ անցնելու։ Ողջունելի է, ինձ թվում է, որովհետև դուք այսպեսով նաև անում եք պետության մարքեթինգ ու նմանատիպ կառույցներ ինչքան շատ լինեն Հայաստանում, նաև պետության դերը ավելի շատ է բարձրանում միջազգային հարթակներում։ Այսպեսով գնորդը լավ ընտրություն կատարելով կարող է գալ հանգստանալ ձեր Դիլիջան այում, ապագայում իդեպ երբ է ավարտը նախատեսվում։ Ավարտը նախատեսում են 28-ի վերջ, 29-ի սկիզբ։ Իսկ ներդրողները կարող են ներդրում կատարել Դիլիջան այում եւ ժամանակ առ ժամանակ գալ իրենք հենց մնան այդտեղ, վայելեն տեսարանը, վայելեն առողջարանը, վերցնեն դետոքս սմուզին, խմեն եւ գնան գոլֆ խաղալու։ Այո, եւ մեր նախագծում իհարկե գործում է եկամտային հարկը, ինքը բնակելի նշանակություն ունի, որպեսզի այդ եկամտայինի հնարավորությունից օգտվեն։ Շատ լավ։ Եկեք խոսենք ձեր անցած ճանապարհից, որտեղից եք սկսել անշարժ գույքի կարիերան, որտեղով եք անցել, ինչ մարտահրավերներ եք ունեցել, ինչ հետաքրքիր քեյսեր, ռեալ քեյսեր եք ունեցել, թե գնորդի հետ որ կարող եք պատմել, հա, հետաքրքիր անդրադարձեր եւ ինչպես ստացվեց, որ անցակ արդեն կառուցապատող ընկերությունում հենց աշխատանքի։ Դեռ կարծում եմ ամենից սկսվեց, երբ որ աշխատում էի Ամերիա բանկում։ Ամերիա բանկը միակ ընկերությունն է եղել, որտեղ ես տենց CV եմ ուղարկել եւ պաշտոնապես ընդունվել եմ գործի։ Մնացած ամեն ինչ եղել է networking-ի, ոնց որ արդյունքում ինչ որտեղ։ Եվ դեռ բանկում աշխատելու ժամանակ անշարժ գույքի ոլորտը շատ հետաքրքիր էր ինձ։ Իսկ բանկում ինչ position-ով եք աշխատում։ Փոքր միջին բիզնեսի ներգրավման։ Եվ շատ ակտիվ աշխատում էի հենց անշարժ գույքի ընկերությունների հետ նաև, ոլորտին ծանոթ էի բոլոր ընկերությունների։ Փորձը փաստացի արդեն դեռ բանկից գալիս էր, այո։ Եվ Red Invest-ը որպես ընկերություն այդ ժամանակ նաև Ամերիա բանկի հաճախորդ էր եւ տարբեր հանդիպումներ եղավ եւ հաջորդ ոնց որ գործատուս դարձավ Red Invest-ը արդեն ավելի ընկերական եւ networking-ի։ Դա դասական headhunt չէր իհարկե, որովհետեւ ավելի շատ ընկերական ու networking-ի ծանոթության հիման վրա էր։ Եվ Red Invest-ում աշխատելու ժամանակ, աշխատելով կառուցապատողների հետ, իրականում շատ տենց մոտս շատ մեծ էմպաթիա առաջացավ հենց կառուցապատողների գործունեության նկատմամբ եւ ավելի շատ սկսեցի ինձ տեսնել որպես կառուցապատող ընկերությունում եւ այդ տեսանկյունից իսկ DCD ներդրողների հետ ծանոթացա ունեի փոքր ռեստորան, կոկտեյլ բար Երևանում որի հաճախորդներ էին իրանք եւ իրանք ինձ գիտեին կառուցապատման անշարժ գույքի ոլորտում ավելի ճիշտ եւ ես իրենց եւ այդտեղ առաջացավ արդեն այո շատ հաճախ հանդիպում էինք եւ զուտ որպես այլ ոլորտում հաճախորդ այո դենց շատ ոնց որ խորհուրդներ էի տալիս ինչ որ այդ process-ներում եւ այդ ամեն ինչը եկավ նրան որ մենք հիմա աշխատում ենք միասին։ Իսկ ինչ հետաքրքիր кейսեր, միջադեպեր են եղել, որ կարաք հիշեք, պատմեք, եթե այդպիսիք կան գնորդների հետ կապված, ինչ փորձառություն ունեք, լավ ու վատ։ Հենց մեր Դիլիջանայի նախագծով բանը, մեր գնորդներից մեկը ապրում է Գերմանիայում եւ ձեռքբերման համար զուտ 2 անգամ եկավ Երևան ու այդ շատ հետաքրքիր էր որ Գերմանիայում հայը ապրելով Գերմանիայում ինքը կոնկրետ այս նախագծիով այնքան հետաքրքրված է որ 2 անգամ տոմս առավ եկավ Հայաստան եւ վստահանալու համար հարևան Դուբայել չի Գերմանիայից Հայաստանա շատ հետաքրքիր է կարծում եմ որ
ինքը այսինքն իր մոտ չի տեղ ունեցել ցուցահանդեսը, ինքը այնտեղ չի շփվել մարդկանց հետ, չէ՞ որ այնտեղ էլ կան նման հնարավորություններ։ Գերմանիայում գովազդը Այսինքն այնքանով է հետաքրքրել այդ նախագծը իրան, որ ինքը ինքնաթիռի տոմս է վերցրել, թռչել է Եվ երկրորդն է գալիս, հա, մի անգամ եկել է, երկրորդը գալիս է, որ նոտարական գործարքի գնա։ Հա, շատ հետաքրքիր է, չէ։ Շատ լավ, Հովհաննես, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Նշեմ մեր ոդքասթի այս թողարկման հովանավոր տրիո Երևանին, որը գտնվում է Փարպեցի 9 հասցեում եւ հանդես է գալիս 3 ձևաչափով՝ ռեստորան, լաունջ եւ սիգար բար։ Հարգելի դիտորդ, եթե ունեք հարցեր ինձ կամ Հովհաննեսին, կարող եք ուղղել կոմենտներում եւ սպասեք մեր մյուս թողարկմանը։ Շնորհակալություն։ Հարևան Դուբայիև են գնում։